Արծիվն ու աղվեսը։ Արծիվն ու աղվեսը որոշեցին ապրել հաշտ ու համերաշխ և պայման կապեցին բնակվել կողք կողքի, որպեսզի դրանից իրենց բարեկամությունը ավելի ամրապնդվի։ Արծիվն իր բույնը դրեց բարձր ծառի վրա, իսկ ծառի տակ թփերի մեջ աղվեսը ձաչեր հանեց։ Մի գեղեցիկ օր աղվեսը որսի գնաց, իսկ քաղցած արծիվը մտավ թփերի մեջ, բռնեց նրա ձագերին ու իր ճտերի հետ միասին խոժռեց։ Աղվեսը եկավ, իսկույն հասկացավ եղածը և շատ տխրեց, ոչ այնքան ձագերը կորցնելուց, որքան այն բանից, որ չէր կարող վրեժ լուծել։ Չորքոտանին ինչպես բռներ թռչնին։ Նա միայն հեռվից անիծեց իր ընկստից տվողին, ուրիշ ինչ աներ անզոր և անօգնական արարածը, բայց արծիվը շուտով հատուցեց ոտնահարված բարեկամության համար։ Մի մարդ այծին բերեց դաշտ զոհ մատուցելու։ Արծիվը զոհասեղանից փախցրեց վառվող փորոտիքը։ Նա դեռ նոր էր այն հասցրել իր բույնը, երբ ուժեղ քամի փչեց, և ծառի չորացրած բարակ ճյուղերը բոցավառվեցին, խանձված ճտերն ընկան գետնին։ Նրանք դեռ չէին կարողանում թռչել։ Աղվեսն իսկույն վրա հասավ և մայր արծվի աչքերի առաջ բոլորին կերավ։ Առակս ցույց է տալիս, որ բարեկամին դավաճանողը եթե նույնիսկ տուժածի վրեժից խուսափի, աստվածների պատժից միևնույն է չի խուսափի։